Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 17 Աստված ասաց. անշուշտ ես քեզ հետ պիտի լինեմ։ Ելից 3:12 խոսք։ Անշուշտ, եթե Տերը Մովսեսին ուղարկեց մի առաքելության, նա նրան միայնակ չէր թողնի։ Այն ահռելի վտանգը, որ այդ առաքելությունն իր մեջ էր պարունակում, եւ այն հզոր զորությունը, որ պահանջվում էր դրա համար, լիովին անհեթեթ կդարձներ այն միտքը, թե Աստված կարող էր մի խեղճ միայնակ հրեայի ուղարկել դիմակայելու աշխարհի ամենահզոր թագավորին եւ ապա թողնել նրան իր ճակատագրի քմհաճույքին։ Անհավանական է, որ իմաստուն Աստված Մովսեսին մեն-մենակ կանգնեցներ Փարավոնի եւ Եգիպտոսի բազում զորքերի դեմ։ Ուստի նա ասում է. «Անշուշտ ես քեզ հետ պիտի լինեմ», ասես նույնիսկ քննարկման ենթակա չլիներ այն միտքը, թե նա կարող էր նրան միայնակ ուղարկել։ Նույն կանոնը կգործի նաև մեր դեպքում, եթե մենք հետևում ենք Տիրոջ հանձնարարականին, ապավինելով միայն նրա զորությանը եւ փնտրելով միայն նրա փառքը, ապա նա անշուշտ մեզ հետ կլինի։ Ուղարկելով մեզ, նա խոստանում է պաշտպանել եւ զորացնել մեզ։ Միթե դա բավարար չէ։ Ինչ ավելին կարող ենք ցանկանալ։ Եթե բոլոր հրեշտակներն ու հրեշտակապետերը մեզ հետ լինեին, մենք կարող էինք ձախողվել, բայց եթե անձամբ Աստված է մեզ հետ, մենք անշուշտ կհաջողենք։ Միայն թե պետք է զգույշ լինենք, որպեսզի գործենք արժան նրա խոստմանը։ Մենք չպետք է գնանք երկչոտ, սրտադող, անփույթ կամ ինքնահավան։ Ինչպիսին պետք է լինի այն մարդը, ով Աստծո հետ է քայլում։ Նման ընկերակցության մեջ մենք պետք է լինենք ինչպես զորավոր մարդ եւ ինչպես Մովսեսը, անվախ գնանք Փարավոնի առաջ։